Վերջին մեկ տարվա ընթացքում համացանցում ամենաշատ քննարկվող թեմաներից մեկը երգիչ Անդրեյի և նրա նախկին կնոջ երգչուհի Անի Օհանյանի սկանդալային ամուսնալուծությունն էր։ Սկզբնական շրջանում զույգը հանդես չէր գալիս որևէ հրապարակումով մինչև այն պահը, երբ Անի Օհանյանը սկանդալային հրապարակումով հանդես եկավ, նշելով, որ ինքը բռնության է ենթարկվել իր ամուսնական տարիների ընթացքում։ Նշենք, որ զույգն ունի մեկ երեխա՝ դուստր Եվան։ Սկզբնական շրջանում նրանք Եվայի մասնակցությամբ հրապարակումներ չէին անում, և միայն կարելի է ասել ամուսնալուծությունից հետո Անին սկսեց հրապարակումներ անել դստեր մասնակցությամբ։ Տևական ժամանակ է Անին ինստագրամյան հարթակում լռություն էր պահպանում, սակայն այսօր կոտրել է լռությունը, հրապարակելով դստեր մասնակցությամբ մի տեսանյութ ու նշելով, որ որոշ վոկալիստներից ավելի լավ է ինտոնացիան պահում փոքրիկը։ Անի Օհանյանը այսպիսով ցույց է տվել նաև, թե որքան ջերմ հարաբերություններ ունեն ինքն ու դուստրը և որքան կապված են միմյանց հետ։ Հավելենք նաև, որ վերջին շրջանում որպես այդպիսին Անդրեն դստեր մասնակցությամբ հրապարակումով հանդես չի եկել։ Поклон. Երգիչ Անդրեյի նախկին կինը երգչուհի Անի Օհանյանն ինստագրամյան հարթակում հրապարակում է արել, այդպիսով նշելով, որ այսօր իր ծննդյան տարեդարձն է։ Շնորհակալ եմ Աստծուն այս զարմանահրաշ աշխարհում ինձ տված յուրաքանչյուր պահի համար։ Շնորհակալ եմ իմ ծնողներին, որ ես դարձել եմ այն, ինչ կամ, և իմ դուստր։ Դու իմ կյանքի ամենամեծ երջանկությունն ես և իմ կյանքի իմաստը։ Happy birthday to me celebration, new page life։ Անի Օհանյանը հեշթեգներով ակնարկել է կյանքի նոր էջի մասին։ Հավելենք նաև, որ վերջին մեկ տարում անդադար քննարկվում է երգիչ Անդրեյի և Անի Օհանյանի բաժանումը։ Այս բաժանումը սկանդալային էր այնքանով, որ մեկ օր Անի Օհանյանը հանդես եկավ հրապարակումով նշելով, որ ամուսնության ընթացքում ինքը հալածանքների է ենթարկվել։ Նշեցնենք, որ Անդրեն դստեր մասնակցությամբ արխիվային կադրեր էր հրապարակել ու այդպիսով նշել, որ աշխարհում նշվում է հայրերի օրը։ Զետեղել է արխիվային մի շարք կադրեր տեսանյութին կից, երգիչը գրել է. «Աղջիկս, դու ես պատճառը, որ այսօր իմ տոնն է։ Դու միշտ կմնաս իմ փոքրիկ աղջիկը, անկախ տարիներից, հեռավորությունից կամ կյանքի իրադարձություններից։ Քանի դեռ շնչում եմ, կողքիդ եմ»։ Հրապարակմանը կից գրել է Անդրեն, ներկայացնելով դստեր մասին տեսանյութ նրա ծննդյան առաջին օրից մինչ օրս։ Կադրերը առանց մեկնաբանության։ Երգիչ Անդրեյի և նրա նախկին կնոջ Անի Օհանյանի մասին հրապարակումները համացանցում չեն դադարում։ Վերջին շրջանում, սակայն, մամուլում առավել շատ հայտնվում են նրանց դստեր Եվայի մասնակցությամբ հրապարակումները, որոնք առավել շատ արվում են փոքրիկի մայրիկի Անիի կողմից։ Հերթական անգամ Անին հրապարակել է կեսգիշերին դստեր կատարումը, որն էլ չի թողել մայրիկին քնել։ Օրեր առաջ էլ ներկայացրել էինք, թե ինչպես էր փոքրիկ Եվան մայրիկի հետ երգում և խաղում։ Շատերն էին ապշած նրա ձայնային հիանալի տվյալներով։ Վերջին մի քանի ամիսների ընթացքում համացանցում ամենաշատ քննարկվող թեման երգիչ Անդրեյի և կնոջ Անի Օհանյանի բաժանման լուրերը, այնուհետև իրադարձությունների սկանդալային զարգացումներն էին։ Կայքերում տարեսկզբին բացառիկ կերպով լուրեր հայտնվեցին,
որ երգիչ Անդրեն եւ Անի Օհանյանը ամուսնալուծվել են։ Այս նյութերից հետո ողջ համացանցն ամիսներ շարունակ քննարկում էր զույգի ամուսնալուծության թեման, մինչ այն պահը, երբ Անին հանդես եկավ սկանդալային հրապարակումով, խոսելով բռնության ենթարկվելու մասին։ Նախքան այս զույգերից ոչ մեկը, ոչ մյուսը չէր խոսում համացանցում ակտիվորեն տարածվող եւ քննարկվող իրենց ամուսնալուծության մասին լուրերին։ Նշենք, որ Անին հետևյալ գրառումներ արել. Իմ ճանապարհը լի էր վախերով ու պայքարով։ Ես սիրում էի այն մարդուն, ով հմայեց ինձ, բայց ջենթլմենի գեղեցիկ դիմակի հետևում սարսափելիներ թաքնված։ Սկզբում ամբողջ ժողովրդի առաջ ծնվեց հեքիաթը։ Դուք հավատացիք նրան այնպես, ինչպես ես։ Շուտով աշխարհը սկսվեց փլուզվել։ Իմ ամեն օրը սկսվում էր տագնապով ու անհանգստությունով։ Այսօր նա չար կլինի, թե բարի։ Նորից կվիրավորի, կհարվածի, թե կրկին սպառնալու է, որ կզրկի երեխայից։ Ես կարծում էի, որ կարող եմ փրկել ընտանիքը եւ փոխել նրան դեպի լավը, սակայն նրա ագրեսիան միայն աճում էր։ Նա չէր գիտակցում, թե որքան ցավ է պատճառում ինձ։ Ես զգում էի, որ հոգիս դանդաղորեն քանդվում է, բայց շարունակում էի հուսալ, որ նա կհասկանա եւ կփոխվի։ Ես հասկացա, որ սերը չպետք է տառապանք բերի։ Կներես բառը ելք չէ, դա անընդհատ կրկնվում էր։ Այսօր ես համարձակվում եմ խոսել։ Այս ամբողջ ընթացքում ես ստիպված էի ժպտալ տեսախցիկների եւ մարդկանց առջեւ, ցուցադրել երջանկություն այն ժամանակ, երբ ոչ ոք չգիտեր, թե ինչ է կատարվում փակ դռների հետևում։ Այս գրառումը ոչ միայն աղաղակ է հոգու, դա կոչ է բոլոր կանանց, ովքեր տառապում են ինձ նման։ Աղջիկներ, կանայք, մայրեր, դուք արժանի եք սիրո, որը բերում է լույս եւ ոչ թե խավար։ Բռնությունը չունի արդարացում։ Գրել էր Անի Օհանյանը ինստագրամյան իր էջում։ Սրանից հետո տարատեսակ լուրեր էին պտտվում այն մասին, որ Անին օգտագործում է իր ԱՄՆ-ում գտնվելը, նա ցանկանում է քարկոծել ամուսնուն, ով ժամանել էր Հայաստան եւ մասնակցում էր Հայ սուպերստար նախագծին որպես ժյուրի։ Շատերը կոչ արեցին Անիին ամուր լինել, հանուն իր դստերը, ամուր կանգնել, շատերն ասացին, որ դեմ են բռնությանը։ Այդ հայտնիներից մեկը Արուս Տիգրանյանն էր, ով խոսեց հետևյալն ասելով. ցանկացած բռնություն չունի արդարացում։ Հայ հայտնիներից շատերը, սակայն, չցանկացան խոսել, ասելով, որ սա ներանձնական թեմա է եւ իրենք առհասարակ չեն ցանկանում որևէ կերպ անդրադառնալ Անիի եւ Անդրեի անձնականին։